Բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում։ Սա նշանակում է բարձր տրամադրությամբ, դրական էներգիայով լցված ես մեծագույն սիրով Անահիտ Կիրակոսյանս եկել եմ, որպեսզի առաջիկա 1 ժամը դարձնեմ էլ ավելի հետաքրքիր, այնպես որ մնացեք մեզ հետ, իսկ լավ տրամադրություն, թարմություն ու արթնանալուն օգնում է բնականաբար լավ երաժշտությունը, այս պայն առաջարկում եմ դրական տեսահոլովակ, որից հետո վերադարձեք, քանի որ շատ հետաքրքիր հյուր եմ ունենալու, անդրադառնալու ենք շատ հետաքրքիր մի ծրագրի։ Դե ինչ կարծում եմ արդեն կազմու պատրաստ եք, հասկանալու համար թե ով է այսօր իմ հյուրը տաղավարում, նշեմ, որ իմ հյուրն է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի ցուցադրությունների եւ կրթական ծրագրերի բաժնի վարիչ Ինեսա Խաչատրյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շատ ուրախ եմ, որ այս առավոտ մեր տաղավարում եք։ Նմանապես։ Եվ շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Խոսելու ենք ոչ միայն թանգարանից, այլ նաև շատ կարևոր կրթական ծրագրերից մեկի, հա, որ կոչվում է Քո ընկեր Սպենդիարյանը։ Մի հատ կուզենայի նախ եւ առաջ հեռուստայտողին ներկայացնենք ինչ է այն իրենից, հա, ենթադրում Քո ընկեր Սպենդիարյանը, արդեն երևում է, որ մանուկների համար է, որ Սպենդիարանին ավելի հա մոտիկից ճանաչեմ, բայց ծրագրի հիմնական կետերից խոսենք։ Այո, ծրագիրը իրականում կոմպլեքս ծրագիր է, ինքը իր մեջ ներառում է 4 փուլ։ Առաջին փուլով, այո, ինչպես ճիշտ նշեցիք, մանուկների համար է, նախադպրոցական տարիքի եւ մինչեւ 4-րդ դասանի երեխաների համար, եւ անունն էլ ինքը արդեն մտերմիկ ինչ-որ բան է ներշնչում, այո, անպայմանորեն երեխաներին մտերմացնելու, թե դասական երաժշտությանը, թե Սպենդիարանի տուն-թանգարանին եւ այս ամենը ներառված են այս կրթական ծրագրի մեջ։ Առաջին փուլով մեր փոքրիկ այցելուները, երբ գալիս են տուն-թանգարան, դիտում են Սպենդիարանի կյանքի եւ գործունեությանը նվիրված մի մուլտֆիլմ, բայց մուլտֆիլմի նկարները, այդ ամբողջ պատկերները սովորական պատկերներ չեն, դրանք տուն-թանգարանի ցուցադրությունում, մշտական ցուցադրության մեջ տեղ գտած եւ նաեւ ֆոնդերում պահվող Սպենդիարանի իրական նկարներն են, որոնք վերափոխվել են մուլտֆիլմի։ Եվ վերջի փուլում դրա հետ անելիք ունենք։ Մենք ես հիմա մանրամասն ձեզ կպատմեմ։ Մուլտֆիլմը դիտելուց հետո ծրագրավարի հետ փոքր քննարկում են ունենում երեխաների ինտերակտիվ, որից հետո նրանց առաջադրվում է ներկելու գրքեր, որը կոչվում է Սպենդիարյանը Հայաստանում։ Այդ գրքերը իրենց հետ երեխաները տուն են տանում եւ գրքերում պատկերները ամբողջությամբ պատմում են Սպենդիարանի հայաստանյան շրջանի կյանքի եւ գործունեության մասին։ Այնտեղ կան QR կոդեր, որոնք հղումով անցնում են եւ տեսնում են նախ թե ինչպես են ներկվում այս նկարները, որպեսզի իրենց օգնեն ներկեն։ Ամենակարևոր բանը ներկում են Սպենդիարանի երաժշտության ներքո։ Սա նրանց օգնում է մտերմանալ դասական երաժշտության հետ, ծանոթանալ Սպենդիարանի երաժշտությունը։ Երաժշտությունը ամբողջովին թե մուլտֆիլմի մեջ եւ թե այս ներկելու գրքի մեջ ընտրված է Սպենդիարանի վաղ շրջանի ստեղծագործությունները, որոնք ավելի հեշտ հիշելի են եւ ավելի թեթև են երեխաներին ընկալելու համար։ Գրքի մեջ նաև պարունակում է տեղեկատվություն։ Այս տեղեկատվությունը QR կոդի այդ իմ ասած տեսահոլովակի մեջ նաև լսվում է։ Կարող է լինեն շատ փոքրիկ երեխաներ, որոնք դեռ կարդալ չգիտեն եւ իրենց համար լսելի լինի, իրենք տանը դա գիրքը իրենց հետ տուն են տանում, պարզ է, կարող է շատ երկար ժամանակ դեռ այդ գրքով զբաղվեն, հուսով ենք, որ կզբաղվեն եւ ներկելու ընթացքում անընդհատ լսելը նրանց ավելի ու ավելի ամրապնդում այդ գիտելիքները։ Նաև գրքի մեջ իմ ջալոտ ես գիրքը ինձ հետ բերել եմ, կարող եմ ցույց տալ։ Մեծ սիրով ցանկանենք տեսնել։ Սա ռուսերեն տարբերակն է, ծրագիրը երկլեզու է եւ այո, որովհետեւ գիտենք հիմա շատ են նաեւ ռուսերենի պահանջարկը եւ մուլտֆիլմը եւ ընդհանուր ծրագիրը եւ ռուսերեն տարբերակով ունենք եւ հայերեն տարբերակով։ Այստեղ գիրքը ցույց տամ ձեզ։ Տեսեք իմ ասած QR կոդերն են, վայ, ներողություն։ Իմ ասած QR կոդերն են, Սպենդիարյանը նավով գալիս է Ղրիմից Հայաստան։ Տեսնում է Արարատը, նա միշտ ասում էր Արարատը ինձ փոխարինեց Ղրիմյան ծովը եւ ամենուր փնտրում էր Արարատ, որպիսի Արարատով հիացած ստեղծագործեր։ Եվ մեր տուն-թանգարանի շենքն էլ, տունն էլ նա հատուկ ընտրեց, երբ Թամանյանը նրան առաջարկեց քաղաքի պլանը, նա ընտրեց հենց այդ Նալբանդյան 21 հասցեում գտնվող տունը, որովհետև այս պատշգամբի պատուհանից նախկինում տեսարան էր բացվում դեպի Արարատը։ Այո, հիմա բարձրահարկ շենքերը փակել են Արարատը մեզանից, այո, ցավոք, բայց Սպենդիարյանը այդ տեսարանով շատ երկար հիանում էր։
Տեսնում ենք մեր հուշասենյակը այստեղ, որտեղ Սպենդիանը աշխատում էր, այստեղ հյուրընկալում էր Ռոմանոս Մելիքյանին, մի որոշ ժամանակ իր հետ ապրում էր Ռոմանոս Մելիքյանը այս սենյակում, դաշնամուրի վրա նվագում էր, ծանոթացնում էր Կոմիտասի ստեղծագործություններին։ Տեսնում ենք սիմֆոնիկ նվագախումբի ստեղծել է, ինչպես Սպենդիանը հիմնեց սիմֆոնիկ նվագախումբ Հայաստանում։ Սպենդիանը երևանյան փողոցներում, երբ զբոսնում էր, լսում էր Վանեցի կույր սրնգահարին եւ հենց այստեղից էլ մեղեդիներ էր վերցնում իր ստեղծագործությունների համար։ Ներողություն թերթեմ։ Եվ նաև այս ծրագրի միջոցով երեխաները ծանոթանում են մեր պատմամշակութային կոթողներին։ Սպենդիարյանը Գյումրիում, օրինակ, Սպենդիանը Սևանա վանքում, առաջի անգամ տոնախմբության այստեղ մասնակցեց Սպենդիարյանը, Գառնի տաճարում, եւ այստեղ տեսնում եք խոսքը ուղիղ է ուղված երեխային։ Սպենդիարյանը ուղիղ կերպով խոսում է երեխայի հետ, քանի որ նա նրանց ընկեր Սպենդիարյանն է։ Հրաշալի, իսկապես երկխոսություն է տեղի Այո, երկխոսություն։ Եվ իհարկե օպերային թատրոնը, որը կոչվում է Սպենդիանի անունով, գիտենք, եւ այսպես գիրքն ավարտվում է։ Ընթացքում եւս մի տեղ ունենք QR կոդ Երևանյան էտյուդների հատվածում, ահա տեսնում եք։ Հղումով գնում են մեր պաշտոնական YouTube-յան ալիք եւ այնտեղ լսում են Երևանյան էտյուդներ ստեղծագործությունը, որը այս սիմֆոնիկ նվագախմբին էր նվիրել Սպենդիարյանը եւ առաջին Հայաստանում գրված առաջին սիմֆոնիկ ստեղծագործություններ։ Գիտեք ինչ առաջարկ ունեմ, քանի որ մենք հիմա եթերում ենք եւ շատերին վստահաբար կհետաքրքրի տեսնել, թե ուր կարելի է տանել իրենց բալիկին, հա, եկեք պատկերացնենք, որ Սպենդիարյանի տուն թանգարանում ենք եւ մեզ նվիրել են այս գիրքը եւ մենք պետք է անցնենք հղումով հասկանալու համար, հա, ես այսպես բացեմ ձեզ համար եւ փորձեմ ռեժիսորին հուշել, որ հղումով անցնի։ Հրաշալի, կարծում եմ հնարավորություն ունեցանք մի փոքր բան դիտելու, բայց մնացածը եկեք թողնենք իրական թանգարանում, թող բալիկների հետ գան ու առնչվեն, որովհետև գաղափարը շատ կարևոր է, շատ հետաքրքիր է ու իրենց ավելի կմոտեցնի Սպենդիարյանի արվեստին։ Եկեք գանք այլ ծրագրերին, հա, ինչ է կատարվում թանգարանում եւ ինչ այլ կրթական ծրագրեր կան։ Այո, եւս 7-ն են գործում տուն թանգարանում։ Ես դրանց մասին մանրամասն կպատմեմ, բայց սրա հետ դեռ չէի ավարտել։ Երկար նաեւ 4-րդ փուլը, ես ասացի, այս ներկելուց հետո երեխաները մոտ մի 20 րոպե ներկում են գիրքը, հետո գիրքն իրենց հետ տուն են տանում իհարկե, բարձրանում են կարևորը, տուն թանգարան եւ նայում են այն նկարները, որոնք տեսել էին մուլտֆիլմում, կոչվում է Գտիր նկարը թանգարանում։ Իրական նկարներն են սկսում գտնել։ Մենք փորձառություն արդեն ունեցել ենք, մի փոքրիկ խումբ ունեցել ենք արդեն։ Ինչպես է անցել։ Եվ պատկերացնում եք, բոլոր նկարները գտան։ Ինձ հենց դա էր հետաքրքրում, որպես ծրագրի հեղինակ հետաքրքիր էր, արդյոք այդ փոքրիկները կկարողանան նկարել։ Բոլոր նկարները անխտիր գտան եւ դա հենց ասում է, որ ծրագիրը հաջողված է եւ աշխատում է եւ իր նպատակին ծառայում է։ Իսկ մենք կարող ենք մուլտֆիլմն էլ դիտել։ Այո, մի փոքր հատված էլ մուլտֆիլմից դիտենք։ Եկեք, քանի որ խոսեցինք, մի փոքր հատված մուլտֆիլմից մանկանանք ու գնանք վերադառնանք մանկություն։ Ես իսկապես ցանկացա երեխաներից վերցնեմ եւ հենց այսօր գնամ Սպենդիարյանի տուն թանգարան, որտեղ իսկապես շատ հետաքրքիր ծրագիր է հագեցած գաղափարը հրաշալի։ Եվ անցնենք առաջ։ Եվս 7 շատ հետաքրքիր էլ ունենք եւ նախադպրոցականից մինչեւ 4-րդ եւ մեծահասակների համար։ Ընդհանրապես տուն թանգարանը շատ հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով։ Անկամ շրջացի եկած այցելուն կարողանում է լսել Սպենդիարյանի ջութակի ձայնը, իրական հնչողությունը ականջակալերի միջոցով։ Մենք ունենք երգող գլխարկ, որի հետ նկարվում են ձեռնափայտն է եւ գլխարկը կախված, որը երգում է, հենց տակով անցնում է երաժշտություն է միանում եւ նկարվում են Սպենդիարյանի կերպարով։ Բայց կրթական ծրագրերը իհարկե թանգարանում մեծագույն դեր են կատարում։ Ունենք 7, ինչպես ասեցի, 7 կրթական ծրագրեր, որոնցից 2-ը տեխնիկային արվեստի միջոցով են երեխաներին ներկայացնում Սպենդիարյանի կյանքի գործունեությունը եւ նաեւ Ալմաստ օպերայի սյուժեն։ Մեկը կոչվում է Ալմաստը փոքրիկների համար, ինչպես կռահեցիք, Թումանյանի Թմբկաբերդի առումը պոեմի հիման վրա, ամբողջ սյուժեն է ներկայացնում օպերայի կարևորագույն
տարբերակային հատվածների ունկնդրությամբ, շատ մեր ամենասիրված ծրագրերից մեկն է։ Մյուսը հրաշագործ երաժիշտը տեխնիկային ներկայացումն է։ Այստեղ մի փոքրիկ բալիկ, մեր այցելուների նման փոքրիկ բալիկ, որի անունը Ինչուիկ է։ Սպենդիարյանին տալիս է շատ հարցեր, որոնք երևի երեխաների մեջ են ծագում այդ հարցերը։ Իսկ Սպենդիանի մոտ անդադյուր են գալիս մուսաները եւ Ինչուիկը շատ են նեղվում, որ մուսաները գալիս են ու անդադ կոմպոզիտորին տանում են ստեղծագործելու, իր հարցերին չեն թույլ տալիս պատասխանել։ Կոմպոզիտորն է առանց մուսա։ Ինչ կոմպոզիտոր առանց մուսաների, այո։ Եվ այս ամբողջ զվարճալի process-ի ընթացքում Ինչուիկի օգնությամբ բալիկները ծանոթանում են Սպենդիանի կյանքին, ստեղծագործական գործունեությանը, իսկ մեծահասակների համար ավելի բարձր դասարանցիների համար ունենք Ղրիմից Հայաստան սպենդիանական վայրերով ծրագիրը, որը հպեկրանի վրա է անցնում։ Քարտեզի վրա, գիտեք, Սպենդիարանը ծնվել է Ղրիմում եւ նպատակն է Սպենդիարանին ճիշտ աշխարհագրական քայլերով բերել, հասցնել Հայաստան։ Ընթացքում նրանք համ ծանոթանում են, թե ինչ կարևոր գործունեություն է ծավալել Սպենդիանը այս կամ այն քաղաքում, լսում են իհարկե երաժշտություն եւ խոչընդոտներ են հաղթահարում, որպեսզի մի քիչ թեթևանան, իսկ խոչընդոտները երեխաներին հայտնի խաղերն են, որոնք նրանք հեռախոսներով կամ համակարգչով սիրում են խաղալ, բայց բոլորը իրենց մեջ ունեն երաժշտական տարրեր, անպայման։ Շատ մեծ ոգևորությամբ անցնում է այս կրթական ծրագրերը, եւս երկու ավելի բարձր հասակի մարդկանց համար ունենք վիրտուալ դիրիժորը ցանկացած տարիքի մասնակցի համար է, այստեղ վիրտուալ տարածքում այցելուն իրեն կարողանում է դրսևորել որպես դիրիժոր, կառավարում է նվագախումբը, իսկ մյուսը իմ նվագախումբը կոչվում է, էլի վիրտուալ տարածքում հավաքում ենք նվագախումբ, երաժիշտներին գործիքները պետք է ճիշտ տեղերում շարենք, այնպես ինչպես նստում են սիմֆոնիկ նվագախմբում։ Եվ ծրագրավարը նրանց բացատրում է գործիքի դերը, նշանակությունը, ինչու է այդտեղ նստած։ Այս ամենը դասավորելուց նվագախումբը ամբողջացնելուց հետո հայտնվում է դիրիժորը եւ կարողանում են լսել Սպենդիանի եւ այլ հանրահարչակ կոմպոզիտորների ստեղծագործություններից հատվածներ։ Ունենք նաև իմ տոհմածառը կրթական ծրագիրը, սա մի կողմում երեխաներին բացիկներ են առաջադրվում, մի կողմում Սպենդիանի տոհմածառն է, իսկ մյուս կողմում Սպենդիանի տոհմածառի օրինակով պետք է կազմեն իրենց տոհմածառը։ Այո, այդտեղ տերևիկներ ենք տալիս, իրենք սոսնձում են, այո, շատ հետաքրքիր կրթական ծրագիր է։ Սպենդիանի տոհմածառի միջոցով երեխան սովորում է իր տոհմածառը կառուցել, այո։ Եվ նաև ունենք 3 ամվենի պատկերազարդ մուլտֆիլմը, որը ամբողջությամբ նվիրված է Ալեքսանդր Սպենդիանի 3 ամվենի սիմֆոնիկ պատկերին ըստ Միխայել Լերմոնտովի համանուն բանաստեղծության։ Այսքանն են մեր կրթական ծրագրերը դեռևս։ Ես կարծում եմ, որ ուղղակի հրաշալի է, խոսքեր չունեմ, բայց գիտեք ինչ է ուզում հարցնի, այսքան ծրագիր երբ պատրաստում եք, վիճակագրության առումով ինչ եք նկատել, կա շարժ ավելի, իհարկե, թե միանշանակ, այո, այցելուն, իհարկե, այցելուն, երբ որ գալիս է թանգարան, ճիշտ է, թանգարանն ինքնին ասացի հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, ինքը հետաքրքիր է, փոքրիկ է մեր թանգարանը, բայց շատ հետաքրքիր, բայց կրթական ծրագիրը լրիվ ուրիշ գույն է տալիս իրենց այցելությանը։ Իսկ համագործակցություններ դպրոցների հետ, մանկապարտեզների հետ, որ միանգամից խմբակային երեխաները կան ու ծանոթանան։ Շատ դպրոցներ ունենք, որոնց հետ բազում տարիներ համագործակցում են, իրենք ունեն իրենց իրաց ընտրած կրթական ծրագիրը, մշտապես խմբեր են բերում եւ հուսով ենք, որ այս ծրագիրն էլ կմտնի այդ սիրելի կրթական ծրագրերի շարքի մեջ։ Կարծում եմ միանշանակ կան բաներ, որոնք նույնիսկ պիտի ու պարտադիր են, ու այս պարագայում ես կոչ եմ անում, որ անպայման երեխաների հետ գնան ու այցելեն ոչ միայն ծնողների երեխայի, այլ նաեւ դպրոցներով խմբակային, տուրեր լինեն դեպի Սպենդիանի տուն-թանգարան, որովհետեւ կարծես թե մտածված է ամեն ինչ որ երեխաները ավելի մոտ կան։ Մանավանդ հիմա ամառային շրջանում մենք ամառային դպրոցների հետ ենք համագործակցում, մեզ մոտ էլ կարող ենք շատ ճկուն է աշխատում Սպենդիանի տուն-թանգարանը, կարող ենք կոմպլեքս ծրագրերը առաջարկել, մի քանի կրթական ծրագիր, որպեսզի ժամն ավելի երկար լինի, գիտենք, որ ամառային դպրոցներին 1-2 ժամ ուզում են բերեն, երեխաներին թողեն, եւ ինչու՞ չէ այսպիսի կրթամշակութային միջավայրում երեխան մնա եւ հնարավորություն է, այսինքն նման բան էլ կա, որ կարող են երեխային բերել։ Այո,
երեխան զբաղվի Ըստ գրանցումի, եթե զանգեն ծնողները, մենք սիրով շատ ճկուն է աշխատում մեր թանգարանը, հնարավոր է այդպիսի բաներ անել։ Իսկ թանգարանի մուտքը տոմսերի մասով, մատչելիության մասով ուսանողների, երեխաների համար տարբեր է, թե Չափից դուրս մատչելի է իրականում, մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է։ Աբոնեմենտներով այցելություններ ունենք, ուսանողների համար կես գնով է 600 դրամ է, մեծահասակների համար 1200 դրամ է մուտքը։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ սիրելի հեռուստայտողներ ձեզ հայտնել, որ Հայաստանը երևի այն միակ երկիրն է, որտեղ թանգարանները ունեն հագեցած ծրագրեր, բայց եւ այնքան մատչելի է տոմսը, որովհետեւ երբ մեկնում ես Եվրոպա, Հայաստանից դուրս դու հասկանում ես, որ ամիսներ առաջ պետք է հերթ պահեիր, բավականին թանկ արժեն տոմսերը, եւ այնպես չէ, որ պարունակությունը մենք զիջում ենք, ոչ։ Բոլորովին չենք զիջում։ Բոլորովին չենք զիջում, տեղ-տեղ նույնիսկ մենք նաեւ բարձունքում ենք, այնպես որ սա եւս մեկ անգամ այսպես բարձրաձայն ենք, հա, որ ամեն ինչ շատ հասանելի է։ Մնում է միայն գնանք, ծանոթանանք ու մոտ լինենք մեր թանգարաններին, մեր պատմությանը, մեր անվանի մարդկանց ու մոտ պահենք նաև մեր երեխաներին։ Այնպես որ եւս մեկ անգամ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, սիրելի Ինեսա, որովհետեւ աշխատանքը ձեր ուղղակի հնարավոր չէ բառերով ներկայացնել, թե ինչքան կարևոր է։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ մեր հյուրները Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանի ցուցադրությունների եւ կրթական ծրագրերի բաժնի վարիչ Ինեսա Խաչատրյանը, ով կարծում եմ ամեն ինչ արեց, որպեսզի մենք մեզ զգանք այսօր Սպենդիարյանի տուն թանգարանում։ Իսկ ինչ որ հետաքրքիր պատմություն Սպենդիարյանի կյանքից, որ այդքան էլ հայտնի չէ, մեզ կպատմեք, որ այսպես ուրախանանք կամ զարմանանք։ Սպենդիարյանը 6 երեխաների հայր էր, քանի որ խոսում ենք երեխաների մասին եւ քո ընկեր Սպենդիարյանի մասին։ 6 զավակներ ուներ, չհաշված եղբոր որդուն, որին որդեգրել էր 1 տարեկանում եղբայրը ցավոք մահացել էր եւ Սպենդիարյանը եղբոր որդուն էր հայր դարձել, այսինքն տանը կային 7 երեխաներ։ Այս 7 երեխաներն էլ իրենք ապրում էին շատ մեծ տանը, Ղրիմում մեծ առանձնատուն ունեին, որը նախկինում վարձում էին ռուսական կառավարությունը վարձում էր Սերբիայի Նատալիա Թակոհու համար։ Այս տունը դարել էր մշակույթի կենտրոն, անընդհատ հյուրեր կային այստեղ, մշակութային երեկոներ էին կազմակերպվում, որոնք կոմպոզիտորի անունով կոչվում էին սպենդիարիումներ։ Ահա։ Եվ երեխաներն էլ պարզ է ընկերներ ունեին, անընդհատ հյուրեր, անընդհատ աղմուկ աղաղակ։ Մենք անգամ ունենք հուշ թողած Սպենդիարյանի մասին Մարինա Սպենդիարովայի աղջիկների, Սպենդիարյանի աղջիկների ընկերուհու Գերկեի թողած հուշը Սպենդիարյանի մասին։ Այնքան էր նրանց տանը լինում, որ հետո հուշ է գրել, շատ գեղեցիկ, շատ համով հուշ է գրել, եւ Սպենդիարյանը իր զավակներին շատ էր սիրում, պաշտում էր զավակներին, նրանց համար միշտ հեքիաթներ էր կարդում։ Ասում են, աղջիկները հիշում են, որ սիրում էին շատ վայրի վագրի մասին հեքիաթը։ Իսկ հեքիաթի ավարտին համբուրում էր նրանց ականջները։ Այ քեզ հետաքրքիր պատմություն։ Քանի որ հեքիաթներից խոսեցինք ու հեքիաթներում ամեն ինչ հնարավոր է, եթե մի կախարդանք տեղի ունենար եւ դուք հանդիպեիք այսօր Սպենդիարյանին, ինչ կասեիք նրա։ Կհարցնեի, արդյոք գոհ է մեր աշխատանքից։ Մի հատ այց կկազմակերպեիք վստահաբար ձեր ծրագրերով, որ շրջայց կկազմակերպեի, ցույց տեսնեի, արդյոք գոհ է մեր աշխատանքից։ Ինձ մնում է միայն ձեր շնորհակալություն հայտնել, իսկապես հրաշալի եթեր ստացվեց ու մենք էլ մեզ մոտ զգացինք Սպենդիարյանին եւ միմիայն հաջողություն ձեզ, ձեր կրթական ծրագրերին, թող որ այցելուները շատ լինեն ու շատերը Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանի սահմաններից դուրս գան ու ծանոթանան Սպենդիարյանի արվեստին ձեր իսկ կազմակերպած ծրագրերի։ Հուսանք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն անչափ եւս մեկ անգամ հիշեցնեմ մեր հյուրներ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանի ցուցադրությունների եւ կրթական ծրագրերի բաժնի վարիչ Ինեսա Խաչատրյանը, ում շնորհիվ այսօր ել ավելի մոտիկից ծանոթացանք Սպենդիարյանի արվեստին Հայաստանում ու նաեւ հնարավորություն կունենան ձեր բալիկները, սիրելիներս դառնալ ընկեր Սպենդիարյանին հենց իրենց կրթական ծրագրի շնորհիվ։
Իսկ ինձ մնում է միայն ասել, շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք այս ամիսների ընթացքում, որովհետև այսօր մեր եթերաշրջանի վերջին եթերն է, սիրելիներս։ Առջևում ամառն է եւ այնպես արեք, որ ամառային օրերը անցնեն լեցուն ձեր ու ձեր երեխաների համար, տարեք թող առնչվեն թանգարանների հետ, արվեստի հետ, թատրոնի հետ, մշակույթի հետ, կինոներ դիտեն, գրքեր կարդան, շատ շփվեք ձեր երեխաների հետ ու բացահայտեք, թե արվեստի ողջուհն է նրան ավելի հետաքրքիր։ Փորձեք լցնել ամառը ոչ միայն ուղղակի արևոտ օրերով, այլ նաև հետաքրքիր գրականությամբ ու թող որ օգտակար լինի ձեր շփումը։ Ձեզ մաղթում եմ հաճելի արձակուրդներ, ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, կհանդիպենք արդեն հաջորդ եթերաշրջանում։ Մնացեք բարով, այսօրվա համար այսքանը, հաջողություն։